Ես քանի որ նշեցի, որ այս պարազիտի տարածման գործում շատ մեծ է նաև այն հանգամանքը, որ մեր երեխաները կրծոտում են իրենց եղունգները եւ ինչու նշեմ նաև որ մեծահասակները նաև այդ սովորույթից զերծ չեն, ես ձեզ խորհուրդ եմ տալի մինչեւ բուն պարազիտակության բուժման անցնելը ճիշտ կլինի դուք այդ սովորույթից ձեզ ձերբազատեք, որպես ձեզ օգնող հանգամանք խորհուրդ ես ձեզ կուզենայի այսօր ասել այս լաքի մասին, որը վաճառվում է եւ դեղատներում եւ հարակից հատվածներում կարող եք որտեղ վաճառվում են կոնկրետ մանիկյուրի պարագաներ, դուք կարող եք գնել այս լաքը, ինքը կոչվում է մի կրծի, այդպես է կոչվում է այդ լաքը։ Պետք է վերցնել այս լաքը եւ օրվա մեջ 2-ից 3 անգամ պետք է քսել եղունգներին եւ կողքի հատվածներին։ Ինքը թունավոր չի, ինքը լիվանալուց անցնում, ուղղակի ինքը բացառապես շատ դառը լակ է համարվում։ Եվ որը մեզ փաստորեն կօգնի ձերբազատվել այդ եղունգները կրծոտելու սովորույթից։